Արդյոք մենք ունենք նոր ավելի իրական Հայաստանի կարիք։ Արցախի ազատագրումը դա ողջ հայության ազատագրումն էր։ Մեր աչքի առաջ փորձում են ստեղծել Հայաստանի 4-րդ հանրապետությունը։ Պատերազմ է արժեքների դեմ, մեր ազգային արժեքների դեմ, մեր ինքնության դեմ։ Ցեղասպանությունից 100 տարի անց Արցախում գրեթե նույնությամբ կարող է կրկնվել ձեր նախնիների ճակատագիրը։ Մեր հենց ինքնության բաղադրիչ կարևոր մասը մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին է։ Թանկ եք վճարում արդյոք ձեր արժեքները պահելու եւ կարծիքը արտահայտելու համար։ Արցախ Հայաստան է եւ վերջ, հետո մի քանի ժամանակ հետո Արցախ էլ չի ասում արդեն, այլ Ղարաբաղ է ասել։ Էժան բենզին է եկել Ադրբեջանից։ Ցեղասպանությունն են դնում հարցականի տակ, այնինչ որ դա անհերքելի փաստ է։ Բայց այն խաղաղությունը, որ բերել է Նիկոլ Փաշինյանը, դա իրական է, ասում են։ Գայլը չի կարող դառնալ գառ։ Եթերում բաց խոսենք նախագիծն է, իմ հյուրը այսօր Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, ժողովրդական երգերի մեկնաբան, երգիչ Արսեն Գրիգորյանն է, բեմական անունը Մրո։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Հազար բարի։ Շատ ուրախ եմ, որ բաց խոսելու մեր առաջարկը ընդունեցիք։ Պարոն Գրիգորյան, չնայած ծնվել եք Սիրիայում, բայց 1987 թվականից ապրում եք Հայաստանում եւ Հայաստանի 3-րդ նորանկախ հանրապետության ծննդի մաքարումների, կորուստների եւ ձեռքբերումների ոչ միայն վկան եք, այլև մասնակիցը։ Այսօր մեզ փորձում են համոզել, որ այդ երրորդ հանրապետությունը այդքան էլ իրական չէր եւ մեր աչքի առաջ փորձում են ստեղծել ավելի իրական Հայաստանի 4-րդ հանրապետությունը։ Ըստ ձեզ, ինչով իրական չէր այն Հայաստանը, որտեղ ապրում եք շուրջ 40 տարի, որը ձեր հայրենիքն եք համարում եւ այդ հայրենիքի համար նաեւ մեծ զոհաբերություններ եք արել, կորցնելով ընկերներ, հարազատ մարդիկ պատերազմում։ Ես խնդրում եմ, ինչով իրական չէ այդ Հայաստանը եւ արդյոք մենք ունենք նոր ավելի իրական Հայաստանի կարիք։ Շատ էլ իրական է։ Մեր վերանգախացումը արյան եւ կյանքերի գնով եղավ։ Դրանից ավելի իրական երևույթ մեր պետականության վերակերտման գործում որևէ բան չկա։ Եթե մեր հայրենիները իրենց կյանքը զոհաբերեցին հանուն մեր ազատության եւ մեր վերանգախացման եւ եթե մենք նայենք, որ կտեսնենք, որ հիմա այսքանի տարիների ընթացքում հիմնական խնդիրը պատերազմ է արժեքների դեմ, մեր ազգային արժեքների դեմ, մեր ինքնության դեմ եւ այս խոսույթը հիմնականում այդ տիրույթում է, այսինքն ֆիզիկական խնդիր չի դրվում, այլ հիմնականում արժե համակարգի անընդունելի լինելու եւ այն արժեքները, որոնցով մենք արարել ենք, մենք այո, շուրջ 40 տարի արդեն մոտավորապես մենք արարում ենք, մենք սխալվում ենք, մենք ձեռքբերումներ ունենք այս տարիների ընթացքում մեր հաղթանակ եղել է հաղթանակները եղել են այդ տարիներին դրա համար ոչնչացնելու համար բերել են այս կեղծ օրակարգը եւ մեր հասարակությանը մատուցում են իբրև ճշմարտություն, որի որևէ մաս չկա այնտեղ ճշմարտության դրա համար ավելի քան իրական է մեր կյանքը, այո, մենք ապրում ենք այդ նույն իրականության մեջ եւ այսօր էլ իրական է մեր կյանքը եւ իրական է մեր վերակերտած անկախությունը։ Այն մարդիկ, որոնք որ հիմա փորձում են շեղել մեզ, կրկին պիտի ասեմ, խնդիրը տարածքի մեջ չէ, խնդիրը հողի մեջ չէ արդեն, խնդիրը հող պահողի, հայրենիքը պահողի մեջ է եւ դրանով իրենք հստակ հարվածում են հենց հող պահող չլինելու այդ գաղափար առաջ բերելու մեր հասարակության մեջ։ Դրա համար ինչպես իրական չէր։ Այսինքն ես ասում եմ, ինձ համար անընդունելի է, եթե մենք
ոչ իրական Հայաստանում ենք ապրել, ինչպես ենք ապրել։ Ասում են, որ իրական չէր նաև մեր հաղթանակը, մեզ խաբում էին, որ ասում էին, թե մենք հաղթել ենք Արցախում, որ Արցախը հայկական էր, իրական էր ձեզ համար այդ հաղթանակը։ Ավելի քան իրական էր եւ ես շատ անգամ ասել եմ դրա մասին, Արցախի ազատագրումը դա ողջ հայության ազատագրումն էր, ոչ միայն տարածքի իմաստով, այլ հենց գաղափարի իմաստով, հենց զարթոնքի իմաստով եւ իրենք հենց կոնկրետ ասելով, որ Արցախի պատերազմը հաղթանակը իրական չէր եւ այլն եւ բերել շատ բաներ, Արցախյան շարժումը իրական չէր, Արցախը եւ անընդհատ ստի մեջ են իրենք, անընդհատ ստի մեջ են, հենց ամենասկզբից, եթե հիշում եք, եկան իշխանության եւ ասեցին մենք իզմեր չունենք, չի կարող այդպեսի բան լինի, չի կարող այդպեսի բան լինի, այսինքն այստեղ ես ճանապարհին անընդհատ մտածում էի, որ արդյոք արժեքների բախում է, ոչ, անարժեքության եւ արժեքների բախում է եւ դրա համար մենք հիմա ամեն ինչ վերացնում ենք, ամեն ինչ, արժեքները վերացնում ենք, իսկ հայրենիքը, իսկ Հայաստանի Հանրապետությունը ամենամեծ արժեքն է, որի համար, ինչպես քիչ առաջ ասացիք, զոհվել են շատ հայրենիներ, շատ հայրենիներ իրենց կյանքը չխնայեցին, որովհետեւ մենք մեր հայրենիքը եւ մեր արժեքները չհանձնենք, խրամատը միայն ֆիզիկական խրամատ չէ, այստեղ հարձակումը բարոյական խրամատի վրա է, այնինչ որ օրինակի համար Օսմանյան կայսրությունը նույնիսկ չկարողացավ անել, այսօր փորձում են այս ձևով վերացնել ինքնության եւ ազգային պատկանելիության բոլոր խրամատները։ Այսինքն այն ինչ որ կատարվում է այսօր, դուք համարում եք Օսմանյան կայսրության սկսած քաղաքականության շարունակությունը, այն ինչ որ տեղի ունեցավ Օսմանյան Թուրքիայում։ Այն ինչ որ տեղի ունեցավ, որ փորձեցին մեզ ֆիզիկապես ոչնչացնել, այն ժամանակ այդքան խնդիր դրված չէր մեր տեսակի վերացման, մեր ինքնության վերացման, բայց այսօրվա քաղաքականությունը 4 կողմից հարձակում է մեր ինքնության վրա, որովհետև փաստ է, երբ դարեր շարունակ 8 դարից ավել մենք պետականությունը կորցրել էինք ինքնության, մեր պատկանելիության, մեր ազգային արժեքների, մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու շնորհիվ մենք կարողացանք 1918 թվականին վերակերտել մեր պետականությունը եւ այսօր այդ հարցը, այդ արժեքները վերացնելով փորձում են մեր մեջ այդ բոլոր ձգտումները ունենալ ազգային պետություն, որտեղ ազգային շահն է գերակա եւ հայի շահն է գերակա վերացնել մեր մեջից։ Դրա համար ասում եմ, սա սովորական խնդիր չէ, այսինքն դրա համար էլ ասում եմ, Արցախի գորուստը ինձ համար ժամանակավոր է։ Քանի դեռ մենք մեր մեջից հենց ազատագրելու այդ ցանկությունը, այդ մղումները, այդ տեսլականը չի վերացել։ Պարոն Գրիգորյան, դուք գիտեք ինչ է նշանակում հայրենիքի կորուստ, որովհետև հենց այդ փաստներ, ցեղասպանության փաստներ, որը ձեզ եւ ձեր ծնողների ճակատագիրը տարավ Սիրիա եւ ձեր ծնունդը հայրենիքից հեռու, հենց այդ պատմական փաստի արկայությունն էր, դրա վկայությունն էր։ Դուք կարող եք պատկերացնել, որ ցեղասպանությունից 100 տարի անց Արցախում գրեթե նույնությամբ կարող է կրկնվել ձեր նախնիների ճակատագիրը։ Ես անընդհատ պատկերացնում եմ եւ պատկերացնում էի, որ մենք մեր տեսակով եւ նաեւ մեր աշխարհագրական դիրքով մենք հարատև կռվի ազգ ենք, ինչպես Քրիստոֆոր Միքայելյանն է ասել, եւ անընդհատ պետք է պատրաստ լինենք, պետք է զգոն լինենք, պետք է մենքով ապրենք, որ կարողանանք մենք մեզ պահենք, մենքով ոչ թե եսով, բայց այս տարբերակը այն ինչ որ կատարվում է մեզ հետ երբեք ես չէի պատկերացնում։ Այսինքն ես երևի ոչ միայն ես, որևէ մեկը
չեր պատկերացնի, որ այսպիսի մակարդակի հարվածում ոչնչացնել հենց այդ հոգեգերտվածքը, հենց այն դարերից եկած այն արժեքները, այո, վատ բաներ էլ կան, վատ մշակույթը ունի եւ լավ կողմեր եւ վատ կողմեր, բայց հենց այսօր հարվածը հենց լավ կողմերի վրա է, այն ինչ որ մեզ պահել է եւ պետականություն մենք չունեինք, կորցրել էինք։ Դրա համար ես չէի պատկերացնում իրականում, որ այս ձևի կլինի, որ մարդիկ իրենց օրվա հացի համար կարող են օրինակի համար մոռանալ, թե ինչքան մենք զոհ ենք տվել, նահատակված մեր հերոսներին մոռանալ, արժեքները մոռանալ, եկեղեցու վրա հարձակվել, մի փոր հացի համար եւ հաստիկի համար, ասում եմ, այդ հաստիկը եթե շատ-շատերին հանեն աշխատանքից, երևի մեր վիճակը կփոխվի, երբ որ կտեսնեն, որ իրենք արդեն պահելու բան չունեն, որտեղ պահելու իրենց հիմնական խնդիրը այդ աշխատանքն է, այդ մի փոր հացի հնարավորություն, որը միշտ կարող է ստեղծել, եւ երբ որ չմոռանաս, որ դու հայ ես եւ այո, քարից հաց կարող ես վաստակել, ուրեմն այսօր պաշտոնը անցողիկ է, բայց հայրենիքը եւ ազգային ինքնությունը մնայուն արժեքներ են նաեւ քո ներդրումով, յուրաքանչյուրիս ներդրումով, եթե մենք ձեռքերը ծալած նստենք տանը, ասենք դե ես իմ գործով եմ սպառվում, այդ դեպքում լավ է լինում, այդպես չի։ Ես իմ գործով եմ սպառվում, բայց իմ գործը ծառայում է ընդհանուրին։ Այսինքն մենքի գաղափարով ապրելը բերում է վերելքների, իսկ եսի գաղափարով ապրելը բերում է այս վիճակի։ Դուք ասացիք մի փոր հացի համար, ինչու միայն մի փոր հացի համար, պարոն Գրիգորյան, էժան բենզին է եկել Ադրբեջանից, իդեպ դուք մեքենա վարում եք, օգտվում եք ադրբեջանական բենզինից։ Երբեք։ Ինչու՞։ Երբեք։ Ասում են էժան է շատ։ Դե հիմա նորից Գլխավոր հարցը էժան է։ Գլխավոր հարցը այնա, որ բանիվից հացիվ տարան։ Ամբողջ այդպես մեր ժողովուրդը շատ լավն է, իրականում շատ լավն է, բայց ես կարծում եմ, որ մոլորության մեջ է եւ պետք է արթնանա եւ հասկանա, որ ոչ բոլորը իհարկե, շատերը պետք է հասկանան, որ բանիվ պետք է ապրել, արժեքներով պետք է ապրել եւ կա արժանապատվության խնդիր։ Ես չեմ կարողանում մոռանալ որևէ բան, ինչ կատարվում է իմ ազգի եւ իմ պետության հետ։ Շատ հարցեր կան, որ ասենք թե մենք տարիներ շարունակ մենք ընդհանրապես չենք օգտագործում որևէ թուրքական ապրանք։ Չենք օգտագործում, չենք հագնում որևէ բան, հիմա հասնի դրան, որ մենք օգտվենք նաեւ այդ վառելիքից, որ ամեն դեպքում ինչքան էլ փորձեն այդպես շղարշել, գայլը չի կարող դառնալ գառ։ Դրա համար ասենք թե մենք եթե գանք հասնենք դրան այնքան հզորանանք եւ մենք կարողանանք խաղաղություն պարտադրել մենք, ոչ թե մուրանք խաղաղություն, այդ ժամանակ կփոխվեն բոլոր սկզբունքները հարաբերությունների եւ այլն, բայց այսօր ես կարծում եմ, որ սա նաեւ մի դրվագ է հենց արժեքները վերացնելու, այսինքն նաեւ ես տեսել եմ նաեւ մի քանի տեսանյութ, որտեղ արհեստական բանականությամբ մարդիկ ասում են, հա, շատ էլ լավ է, ինչ է եղել, որ թող մի քիչ էժան լինի եւ նայեք ինչ նաեւ գումար են դրել, ինչ արժեք են դրել, 440-44-ը կա այնտեղ, այսինքն չես կարող ուղղակի սիմվոլիզմը չտեսնել, հա։ Այո, չես կարող այդ ամեն ինչը եւ երկրորդ արժեքներով եմ ես ապրում, հիմա մի քիչ տան գլնի, մի հատ ժամանակին անեկդոտ կար եւ մեկին հարցնում են, ասում են բենզինը թանկացել է, ինչ ենք անելու, ասում ես մեկը 5000-ի եմ լցնում, քիչ կքշենք, մի բան կանենք, բայց ես կարծում եմ, որ ինչ որ
նսեմացնելու գաղափար կա այս ամեն ինչի մեջ, ուղղակի այդպես խեղճացնելու մեր ժողովրդին, բոլոր առումներով իրենք հիմնական այդ քաղաքականությունն են վարում, խեղճացնելու մեր ժողովրդին, անինքնավստահություն թելադրելու մեր ժողովրդի մեջ, արժանապատվությունը կամ ընդհանրապես բարարանից հանելու, կամ էլ ինչ որ յեդին պլան բան դարձնելու։ Դրա համար ասում եմ, արժեքներ չունեցողը չի կարող հաղթել արժեքներ ունեցողին, եւ այս պատերազմը չարժեքի եւ արժեքի բախումն է։ Ինչքան մենք հաստատում մնանք մեր համոզմունքներով, մեր հավատամքով, այնքան ավելի ճիշտ կլինի մեր կյանքը։ Մենք չմտածենք, որ լավ լինի ինձ համար։ Մենք մտածենք ճիշտ ես ապրեմ, ճիշտ ապրեմ։ Եվ եթե պետք է, ամենամեծ արժեքն է զոհվել հանուն հայրենիքի։ Այ դա էլ են ուզում հանել, դա էլ է արժեք։ Բա ամենամեծ արժեքի համար քո կյանքում, բա եթե պետք լինի, այո, պետք է զոհվել։ Ապրելը կա ու կա։ Պարոն Գրիգորյան, պատերազմից հետո մենք համոզվեցինք, որ այդ արժեքներով ապրելը այնքան էլ այսպես ասած շահավետ չէ։ Ձեր բազմաթիվ գործընկերներ ասում են, որ իրենք չեն խոսում, չեն արտահայտվում, որովհետև ընտանիք են պահում, որովհետև կամ էլ չեն զբաղվում քաղաքականությամբ։ Ներողություն, այդ չեմ զբաղվում քաղաքականությամբ, ես պիտի ասեմ, այդ նույն մարդիկ կամ նման մարդիկ մեր առանձին զրույցներում շատ ավելի քաղաքական իրենք խոսույթ ունեն, քան ես, երբ որ առանձին ենք զրուցում։ Իսկ հանրային տիրույթում իրենք լուռ են։ Ախն է։ Այո, ես օրինակի համար ընդհանրապես իմ խոսույթը քաղաքական չէ։ Ես խոսում եմ արժեքների մասին, ես խոսում եմ մեր ընդհանրական տեսլականի մասին, մեր գալիքի մասին, մեր այսօրվա գրթության մասին, գրթությունը պետք է նպատակային լինի, ոչ թե ուղղակի հենց այդպես գիտելիք ստանալ եւ այլն եւ այլն։ Ես իմ խոսույթը հենց ազգային արժեքների եւ արժեքների պահպանման եւ եթե ինքնությունը չբահես անիմաստ է ընդհանրապես ինձ համար կյանքը անիմաստ է։ Այ այս խոսույթը ասում են, որ ինչ գործ ունես քաղաքականության մեջ ես մտել։ Այստեղ ո՞րն է քաղաքականությունը։ Երկրորդը, եթե դուք անվանում եք քաղաքականություն եւ տեսնում եք, որ հրդեհ է, կողքի հարևանի տանը հրդեհ է, եւ եթե դու որևէ բան չես անում, դա ոչ մարդկային է, ոչ ազգային է, ոչ չգիտեմ ինչ, ընդհանրապես, այսինքն ոնց կարելի է անտարբեր լինել։ Անտարբեր չլինելը որքանով է ազդում ձեր ընտանեկան բարեկեցության վրա, պարոն Գրիգորյան։ Բազմաթիվ երգիչներ իրենց դիրքորոշումը բազմաթիվ չեմ ասի, նրանց թիվը շատ մեծ չի, մարդիկ, որոնք քաղաքացիական դիրքորոշում են արտահայտում, ձեր նշած անտարբեր չեն, երբ որ կողքին հրդեհ է, ուղղակի նրանց առաջ տաբու է դրված։ Հանրային հեռուստատեսությունում, պետական համերգներին, միջոցառումներին, այդ դուք ինչպես եք ձեր հացը վաստակում, եթե ինչպես ասած, թանկ եք վճարում արդյոք ձեր արժեքները պահելու եւ կարծիք արտահայտելու համար։ Թանկ թե, չգիտեմ, շատ թանկ։ Ստեղծագործական կյանքում ուզում եմ նշել համերգային առումով սա այս ամենը ձեր ակտիվությունը ինչպես է անդրադառնում ձեր ստեղծագործական կյանքին։ Բնականաբար ազդում է, որովհետև այդ ձեր ասած արգելանքը ինչ որտեղ նաև ջնշումները կա նման բան։ Բնականաբար պիտի լինի, կա, եւ ես սա ինձ չի կաշկանդում։ Եվ ես ապրում եմ արժանապատիվ եւ կարողանում եմ հացս վաստակել, ընտանիքս պահել, երեխեքս էլ են մեծացել, իրենք էլ են մասնակցում մեր ընդհանուր ընտանիքի բոլոր հարցերը կենցաղային լուծելու եւ ինձ ուժ են տալիս, որ ես նույն ճանապարհով շարունակեմ եւ կարծում եմ, որ իմ երեխեքն էլ նույն ճանապարհով են շարունակում։ Հավատացեք, որ մեր ժողովուրդը
երբեմն շատ իմաստուն է, ընդհանրապես ասում են ժողովուրդը իմաստուն է, չէ, ասում երբեմն շատ իմաստուն է եւ ասում են արեստավորը մինչեւ օրվա կեսը սոված է մնում, բայց հետո արդեն վաստակում է, մասնագետը ինքը կարողանում է գտնել իր ապրելու միջոցները, միգուցե մի քիչ, միգուցե մի քիչ շատ բան, դրանք հարաբերական են, որովհետև էլի եմ ասում, գերածը թացը պիտի հալալ լինի, եթե այդպես չլինի, շատ թանկ ես վճարելու հետո, ես հանգիստ եմ, եւ ես երբեք թող բոլորը իմանան, իմ ընկերներից վրնած մինչեւ ով ուզում է լինի, ես իմ խիղճը հանգիստ է եւ ես նաեւ երբեք չեմ զղջում, որ ինձ համար ամենամեծ արժեքը դա իմ հայրենիքն է եւ իմ ինքնությունն է, իմ ազգային պատկանելությունն է, ավելի քան թող ինձ ների իմ ընտանիքը, բայց իրենք էլ գիտեն, ավելի քան իմ ընտանիքը, իմ կենսաբանական ընտանիքը, իմ հայրենիքն է կարևոր, ես այդ արժեքներով եմ ապրում, հիմա փառք Աստծո, ես ավելի վատ չեմ ապրում, քան այն մարդիկ, որոնք որ այսպես սողոսկելով, արտոնություններ ստանալով, կամ էլ մեծ խոսելով այստեղ, երբ հեղափոխությունը եղավ, հետո մի տարի չանցած արդեն Միացյալ Նահանգներում են եւ չգիտեմ այնտեղ ինչով են սպառված, երբ որ այդ ամենի իբր իրենց սրտի ցանկություններ եւ այլն, ես իրենցից վատ չեմ ապրում, ես կարող եմ ասել ավելի լավ եմ ապրում։ Միջակությունն ու քծնանքը երևի միշտ համատեղ են քայլում, պարոն Գրիգորյան, այդպես չի, որտեղ երբ որ մարդը վստահ չի իր ուժերի վրա, փորձում է քծնանքով այլ ճանապարհներով իր տեղը այս արևի տակ հաստատել, իսկ կայացած մարդիկ այսպես թե այնպես ամենասարսափելին միջակությունները, որոնցով լցված է մեր կյանքը եւ որոնց ձեռքին գերի ենք այս պահին։ Դժբախտաբար, այսինքն դա էլ գալիս է գիտակցությունից, այսինքն մարդու գիտակցությունը, եթե բարձր մակարդակի լինի, ինքը կհասկանա, որ եղբայր, ես իմ ընկերների հետ ինչի եմ կիսվել երկու մասի կամ մի քանի մասի, եկեք մտածենք մի հատ, ոչ թե մեկս մյուսին փնովենք, այլ եկեք մտածենք, մենք ինչ ունենք կորցնելու, անձնական ինչ ունենք, ոչ մի բան չունենք կորցնելու։ Բայց տարբերություններն են մեծ, օրինակ Արսեն Գրիգորյանը կարող էր օպերային թատրոնի փոխտնօրենի հետ հարձակվել Մայրաթոռի դռան վրա կանգնելով մեր լավագույն կաթողիկոսներից մեկի շիրիմի վրա։ Արսեն Գրիգորյանը չէր կարող որևէ ազգային արժեք ոտնահարել։ Երկրորդ, Արսեն Գրիգորյանը գիտակցում է, որ կրկնեմ իմ միտքը, դարեր շարունակ, երբ մենք պետականությունը կորցրել էինք, հայ առաքելական Սուրբ եկեղեցին ստանձնել էր պետականության դերը, մեզ պահելով մեր ինքնության մեջ։ Հայ առաքելական եկեղեցին մեր մշակույթն է պահել, մեր մշակութային ժառանգությունն է պահել, եկեք նայենք էլի, մեր հոգևորականները, Շնորհալին, Նարեկացին, մինչև Կոմիդաս, Մաշտոց, տեսեք, այսինքն հոգևորականները պահել են մեր ինքնությունը եւ ինչպես կարելի է, ասենք թե ինչ որ մոլորված վիճակով հարձակվել եկեղեցու վրա, այն էլ Մայրաթոռի վրա, այսինքն դա, չգիտեմ, իմ ուղեղում չի տեղավորվում, ինչի համար, չեք գիտակցում, որ սա անձի խնդիր չէ, սա արժեքների վերացման խնդիր է, իսկ ամենամեծ արժեքներից մեկը մեր հենց ինքնության բաղադրիչ կարևոր մասը մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին է։ Նիկոլ Փաշինյանը այլ բան է ասում, նա ասում է մեջբերեմ, դարերի վեր Թուրքիայի ղեկավարն է որոշել, թե ով պետք է լինի ամենայն հայոց կաթողիկոսը, որոշ ժամանակահատվածներում Պարսկաստանի ղեկավարը, որոշ դարերում Ռուսաստանի ղեկավարը եւ այդպես շարունակ։ Սա ասում է մի մարդ, որը վստահեցնում է, ամեն օր պնդում է, որ Հայաստանը երբեք այնքան ինքնիշխան չի եղել, որքան իր ղեկավարած տարիներին, պարոն Գրիգորյան։
Ինքը շատ բան է ասում եւ այն որ ասում են չէ ստերի կայսերության մեջ ենք ապրում, այ հենց իր անընդհատ ստեր թելադրելով հասարակության մեջ օրակարգ մտցնելով նման ստեր։ Կրկին պիտի ասեմ, մենք հավատում ենք մեր ընդհանուր անցած ճանապարհին, թե արդեն հրաժարվում ենք Տիգրան Մեծից, Հայկ Նահապետից, ասենք թե ասելով որ այդ ամեն ինչը չի եղել եւ այլն եւ այլն եւ այլն, կամ ուրիշ պատկանելություն ունեն SN։ Ես հավատում եմ իմ ժողովրդի անցյալին եւ հավատում եմ նաեւ գալիքին։ Այս տեսակի օրակարգերը, թեզերը միայն փորձ են թույլատնելու մեր պատկանելությունը, մեր արժե համակարգը, ինչքան էլ ասեն չկա ազգային գաղափարախոսություն, կա ազգային գաղափարախոսություն, այդ ազգային գաղափարախոսությունն է այսօր հենց հարցակման տակ, բոլոր կողմերից փորձում են մեզ թույլատնել, եւ այդ գաղափարը, որ կաթողիկոսներին նման բան չկա, նույնիսկ այսօր Պոլսի մեր պատրիարքը ընդրվել է ազգային հոգևոր խորհրդի կողմից, նման բաներ թող չխոսեն, այսինքն ստեր են, հիմա մենք աչքերը փակենք ու լսենք ուղակի ինչ է ասում, տեսել ենք էլի, ասել է Արցախ Հայաստան է եւ վերջ, հետո մի քանի ժամանակ հետո Արցախ էլ չի ասում արդեն, այլ մի անգամ էլ Ղարաբաղ է ասել, Ղարաբաղ չի ասել, Ադրբեջանի անբաժան մաս է։ Դրա համար ասենք թե պետք չէ լսել իրեն, պետք է լսել քո այդ անցած ճանապարհի ձայնին, այն ինչ որ անցել է մեր ժողովուրդը այդ ամեն ինչի միջով, այսօր նաև ցեղասպանությունն են դնում հարցականի տակ, այն ինչ որ դա անհերքելի փաստ է եւ անքննելի է, ամեն օր ստիպված ենք արդարանալ, այո, որի հետևանքներից ամենասենց մի փոքր սենց կաթիլից ավելի փոքր կաթիլ ես եւ իմ ընտանիքն ենք, այսինքն սա իրականություն է թե ոչ, ես ինչի պիտի ծնվեի ոչ իմ հողի վրա, ես սասունցի եմ, ես արևմտահայ եմ, ես պիտի ծնվեի Սասունում, ինչի եմ ծնվել Սիրիայում, ինչի հայրս ծնվել Սիրիայում, այդ ցեղասպանության եւ հայրենազրկումի հետևանք է, մենք այդ ամեն ինչը մոռանանք, հիմա նոր ինչ որ օրակարգեր են, այն 4-րդ հանրապետություն, խաղաղության, ամենակարևորը խաղաղության օրը, Արցախի հաղթանակը իրական չէր, բայց այն խաղաղությունը, որ բերել է Նիկոլ Փաշինյանը, դա իրական է ասում են։ Ամենօրվա նվաստացումները, այսինքն Ադրբեջանում շարունակվում է հայատյաց քաղաքականությունը, հայ սպային կացնահարած Բուդապեշտում գնդապետի կոչում է ստանում, այսինքն ամեն կերպ խրախուսվում է հայի հանդեպ, հայի այդ թշնամական կերպարի հանդեպ այդ վարվող քաղաքականությունը Ադրբեջանում, բայց Հայաստանում մարդկանց թմրեցնում են անընդհատ, որ մենք արդեն բարեկամներ ենք, հարազատներ ենք, տեսեք արդեն Ադրբեջանից եկող ցորեն եք ուտում, անասնակեր եք ուտում եւ էժան բենզին եք օգտագործում։ Այսինքն այս թմրեցումով, այս խաբեությամբ, այս կեղծիքով ուր կարելի է հասնել։ Պարոն Գրիգորյան, ինչ եք կարծում։ Խաղաղությունը միայն լինում է, երբ որ դու հզոր ես։ Երբ որ հզոր բանակ ունես, երբ որ տնտեսությունդ հզորացնում ես ու չես կապում ինչ որ երկրի հետ, ինչ որ ուրիշ երկրների հետ։ Օրինակ, ասինքն հիմա Եվրոպայում խաղաղություն է, չէ՞։ Շվեյցարիան ինչի այդպես հզոր բանակ ունի։ Ինչու։ Մենք չենք մտածում դրա մասին։ Պիտի չմտածենք։ 4 կողմից մենք շրջապատված ենք, 4 կողմից չէ, բայց մենք այսպես ասած հարևաններ ունենք, որոնք որ պատրաստ են հոշոտելու։ Եվ չեն թաքցնում, դա ամենակարևորը, չեն թաքցնում։ Հիմա մենք պիտի անընդհատ մտածենք, որ իրենք են ասելու, որ հա խաղաղություն պիտի լինի, իրենք ստորագրեն կամ չստորագրեն եւ այլն, այդպես չի լինի։ Դու պետք է հզորանաս եւ պետք է ամրացնես նաեւ քո երկիրը, քո դարբասները բաց չլինեն
ով ուզի մտնի, քանի դեռ դու ամուր չես։ Իսկ այսօր մենք տեսնում ենք օտար երկրացիները ինչքան հեշտ եւ շատ են գալիս Հայաստան եւ չգիտես որտեղ են, ինչ ցակում ունին եւ այլն եւ այլն։ Դրա համար խաղաղության համար միայն փաստաթուղթ ստորագրելը չէ։ Պարոն Գրիգորյան, դուք այն արվեստագետներից եք, որ մշտապես հայ զինվորի կողքին է եղել։ Արցախի եւ ոչ միայն Արցախի, գրեթե բոլոր զորամասերը համոզված եմ անգիր գիտեք, որովհետեւ բոլոր առիթներով նաեւ անառիթ եղել եք առաջնագծի տարբեր դիրքերով, ձեր երգերով, ձեր արվեստով ոգևորել եք զինվորին։ Կան երգեր, որոնք պատերազմից հետո այլևս չեք երգում։ Չկան։ Իրականում չկան։ Ինչու՞, որովհետեւ այդ նույն երգերը փորձում են այնպես անել, որ ժամանակավրեպ են կամ իրենք ֆունկցիոնալ չեն եւ այլն։ Ես հավատում եմ, որ այդ երգերը հիմա շատ ավելի պետք են։ Շատ ավելի պետք են եւ ես երգում եմ։ Վերջերս Շուրնուխի, Բարձրավանի, Որոտանի եւ նաեւ Խոտ գյուղի երեխաներին հավաքել էինք Խոտ գյուղում։ Մի 300 երեխա։ Դե Շուրնուխում շատ քիչ են, 18 երեխա է։ Եվ երգել եմ իրենց համար հայրենասիրական երգեր։ Դուք պիտի տեսնեք, թե երեխաները ոնց են ոգևորվել, ոնց են ոտքի կանգնած այդպես երգեցինք միասին մարտիկի երգը նվիրելով մեր բոլոր նահատակված, բոլոր ժամանակների մեր հերոսներին, ոնց են ինձ հետ միասին բեմ բարձրացել, ամբողջ այդպես սենց արձիվ սլացիրն ենք երգել միասին բոլորս։ Երեխաներին պիտի չմոռանանք եւ այդ երգերը այսօր ավելի քան երբևէ պետք են մեր երեխաներին դաստիարակելու համար։ Իսկ զորամասեր այցելում եք այսօր, պարոն Գրիգորյան։ Ձեզ թույլ տալիս են այսօր։ Զորամասերի խնդիր կա, այսինքն պետք է թույլտվություն լինի եւ հիմա այս վերջերս իմիջիայլոց ավանդույթ կար ժամանակին մինչեւ 18 թվականը, կարծեմ վերջինը նաեւ 18 թվականին եղավ 19 թվականին։ Ամեն տարի զորակոչի ժամանակ հենց հավաքակայանում Չարբախում ես գնում էի եւ հետս իմ ընկերները երկող բարող եւ այլն եւ ամեն խմբին մենք երգում էինք այդպես իրար հետ ապարում էինք եւ ու ճանապարհում էինք նոր ծառայության։ Այդ ավանդույթը հիմա չկա, այսինքն այդպես մի խոսքով չեն կարող անել, բայց կարծում եմ կվերականգնվի։ Երբ։ Շուտով։ Հա։ Այո, ես հավատում եմ մենք հիմա պայքարում ենք թող էլի ընկերներս եւ մնացածը լսեն արդարության համար։ 26 թվականի ընտրություններ են, պարոն Գրիգորյան, Հայաստանում շատերը սպասում են, որ գուցե դրանով ինչ որ փոփոխություններ կլինեն Հայաստանում։ Հետևում եք իրադարձություններին, ընդհանրապես հետևում եք այս քաղաքական գործընթացներին եւ ինչ ակնկալիք ունեք։ Ես ակնկալիք ունեմ, որ ինչ որ պահի բավականին մեծ միասնություն է լինելու եւ իմ ցանկությունն է եւ նաեւ ենթադրում եմ, որովհետեւ միակ ճանապարհն է համախմբումը, հիշել, որ գուսակցական եւ խմբային շահերը երկրորդական չէ, 10-րդական, 100-րդական ավելի հետ են, քան մեր ազգային եւ պետական շահը եւ բոլորը պետք է համախմբեն այդ գաղափարի շուրջ։ Այսօր ինչի մեջ ենք եւ մենք անպայման պետք է դուրս գանք այս վիճակից եւ դրա միակ բանալին դա միասնությունն է, դա համախմբումն է։ Բոլորը միասին պետք է համախմբվեն եւ ես կարծում եմ շատ ավելի հեշտ է լինելու։ Եվ մենք տեսնում ենք նաև հիմա ինչ որ բաներ կան, ուսումնասիրություններ կան եւ այլն, առաջվա պես չէ մեր ժողովուրդը, այսինքն մի քանի տարի առաջ
ինչ որ բաներից, նաև վախի մթնոլորտ կար պատերազմից հետո եւ այլն, հանկարծ ուրիշ բան չլինի եւ այլն, բայց այսօր բոլոր խաղակարգերը, այդպես ասած, բաց են արդեն եւ մեր ժողովուրդը կարծում եմ հենց բանիվով է ընտրելու, հենց արժեքներով է ընտրելու, հենց գաղափարներով, հենց ինքնությամբ է ընտրելու, ես հավատում եմ։ Այս լավատեսական նոտայի վրա ավարտենք մեր զրույցը, պարոն Գրիգորյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հետաքրքիր զրույցի համար, նաև ձեր քաղաքացիական դիրքորոշման համար, որ ի հեճուկս ամեն ինչի դուք ունեք ձեր կարծիքը եւ այդ կարծիքը համարձակ արտահայտելու դիրքորոշում, որ ունեք արժեքներ եւ այդ արժեքները պահում եք անկախ ամեն ինչից։ Մեկ անգամ եւս շնորհակալություն։ Իսկ մեր հետևորդներին հիշեցնեմ, որ բաց խոսենք նախագծի հյուրը այսօր Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգիչ Արսեն Գրիգորյանն էր, մեր շատ սիրելի Մրոն։ Զրույցը վարեց Ալիսա Գևորգյանը։ Ցտեսություն։